Բարի առավոտ աղջիկներ ջան, առավոտը կարելի ասել մեզ համար բարի չէր, հələ նայեք ինչա կատարվել, ամբողջ գիշեր անձրև է եկել և այդ անձրևի հետևանքով մեր տունը փլվում է, հələ նայեք ամբողջ նկուղը ջուր է լցվել, նույնիսկ արդեն այսպես փլուզվում է, սենց ասեմ, այս կողքից, այն կողմից, նայեք ու սենց, հիմա ոնց պետք է այսքան ջուրը հանենք, ընդհանրապես չգիտեմ, ելքեր եմ ման գալիս, Գյորգին գնաց խոզերին կերակրի գա ու սենց ամբողջը հայտնվել է սենց ջրի մեջ, ճիշտ այդքան, չգիտեմ ինչ չի, որ ասեմ հա, ունեցվածքներս անցավ հողի տակ և այլն, բայց ամեն դեպքում շատ վատ է, որ այս ձև է ստացվել, բայց դե էլի չենք հուսահատվում, հիմա պետք է այնպես արագ այս ջուրը հեռացնենք, որ ֆունդամենտ են ասում, ինչ են ասում, այսպես չփլվի, հա, եթե փլվես, տունը օդում կմնա, բոլոր բանկաները, ընդեղ սիրուն տարաներ էի առել, հատուկ կրուպեղենի բանի համար, որ սիրուն դնեմ, շարեմ, ու տեսեք ինչ եղավ, այն ինչ եղավ, էլի տրամադրություններուս չեն գցում, ամեն ինչ լուծվող է, կարևորը մարդկային կորուստ չկա, մնացած հարցերը բոլորը կլուծվի, բայց դե այսպես աղջիկեք ջան, հիմա տեսնենք ինչ ենք անում ու նորից կմիանամ ձեզ տապշկեքս են մեկներ, այս նկուղի տապշկեքն է էլի, որ իջնում բարսանում ենք, փոշին վերև չբրծրացնենք, Այս 3-4 օրեր լավ գալիս էր, բայց այս ձև չէր եղել, փաստորեն ամբողջ գիշեր է եկել, Գյորգին ասում մի փոքր որ վերևից բարձրանում, սենց ջուրը այսպես գյոլ տված է, ոնց են ասում, դրա համար տրամադրություններուս չեն գցում ու անցնում ենք գործի, այս հարցն է կլուծվի, ոչ մի բան տենց չկա, ուղղակի արդեն պետք է ուշադիր լինենք, մենք գիշեր մինչև ժամը 11-ը նստած ենք եղել, ոչ մի բան չի եղել, այսինքն կատարվել է երևի 12-ից 1-ից հետո, եթե ասենք բանկաներներ ջարդվեր, ձենը կլսեինք, կարթնանայինք, բայց չէ, քնած ենք եղել, ոչ մի ձեն չենք լցրել, ջուրն էլ եկել լցվել է պատվալ, լուսամուտի այդ կողքից եկել լցվել պատվալ, հիմա պետք է այդ ամբողջը քանդենք, նորից ցեմենտ բիտոն լցնենք, դե մենք ոչ մի բան չենք արել այս տան վրա, ոնց եղել է այդ ձևել կա, բայց արդեն ժամանակն է, որ քանդենք ու նորից վերանորոգենք, թե չէ մի օր օդում կհայտնվենք, այսինքն կամ տունը սենց կգնա, կամ մենք կիջնենք ներքև, այդպես, հիմա աստեղ ձեզ ասեմ, լավ մնացեք, զգուշ եղեք, առողջ եղեք, գնամ ջուրը անցնեմ դատարկելուն, չգիտեմ ոնց պետք է դատարկեմ, չեմ էլ ուզում այդ պահերը նկարահանեմ, այսա Գյորգինը կգա ինձ կմիանա, միասին կանենք, կվերջացնենք, ոչ մի դժվար բան չկա, ամենակարևորը, որ երեխեքն առողջ եղնեն, մենք էլ ոտի վրա սենց հարցերն էլ, թող հարցերը լինի այս ձև, մենք կլուծենք, ոչ մի խնդիր, այդպես աղջիկեք ջան, ասի միա ձեզ տեղեկացնեմ ինչա անձրևը մեր գլխին ինչ օրին է բերել, որ անհետք չթողեց գնացել, սենց հետ կտողեց նոր գնաց, հա, լիս աղջիկներ ջան նկուղի ջուրը հանեցինք, մի փոքր է մնացել, էդ էլ ընթացքում նորից կհանենք, Աննան եկավ, տեսեք իր հետ ինչեր է բերել, սիրուն ձուկ է բերել, այն որ խոշոր սենց մաքրած, ինձ մնում էր միայն աղանե, ալյուր, կարմիր պղպեղ և բուսայուղի մեջ տապակել, հիմա լավ ալյուր ուտել եմ, հա, ինչ ժարիտան է, հա երեխեքը, ահա աղջիկներս, հիմա բուսայուղի մեջ տապակում եմ, կարմիր պղպեղ եմ ավելացրել, սև պղպեղ, ծերնոսներն տեսնում եք ինչ ընտրի ժամանակին եմ առել, որ հոտ մոտ ամեն ինչ կորում է էլի, չի թողնում կպնես ձկան, բուսայուղը տաքանա ու անցնեմ տապակելու, եկեք միասին վայելենք,
Բարի լույս աղջիկներ ջան, երեխեքին բերում ենք մանկապարտեզ ու անցնում գործի։ Այս տեսարանի համար գժվում եմ, երեխեքն են սիրունը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նայեք ինչ սիրուն են զարդարել։ 40-ամյակներ մանկապարտեզի։ Երեխեք սիրուն միջոցառում են անցկացրել։ Հիմա մենք շտապում ենք, երեխեքին բերել եմ ու այնտեղից պետք է գնանք շուկա գնումներ կատարելու։ Շիթիլներ պետք է առնեմ, շտապում եմ։ Մտի շուշուտ պալես։ Շուշուտ։ Անեք կոշիկներով։ Անեք։ Իրար ծրկ բրտանց գնում։ Շուշուտ։ Այնտեղ Մարիանա գնում։ Մեր գյուղի շուկան է, բազարը, ոնց են ասում, շուկա չէ։ Այնքան մորդ կա, էլ ասելու չի։ Հիմա գնում ենք գնումների։ Մի օրում ամառ ենք բերել։ Այնքան մորդ կա, աղջիկեք ջան։ Սկսվելիքներից հետ ամեն ինչ կա։ Սիրուն էր, չէ՞։ Սիրուն էր, ինչ լավն է։ Закрытые хотели или в сеточку? Հելա լավ է։ Տանեմ։ Նա ինչ լավն է։ Все, спасибо. Начинаться աղջիկը։ Լավն է, չէ։ Արմատներն էլ ամեց։ Հա։ Էսի բադրջանն է։ 10 штучек можно. Высокорослые? Каторчончик, правильно, пибарна. Էսի։ Стаканчик. Հա, էսի պիտար։ Вот это что за помидоры? Это волгоградские. А? Ինչ սիրուն է, չէ, առավոտը գյուղը։ Հələ նայ։ Իրոք շատ սիրուն է։ Դրախտ։ Գնանք մի հատ կոֆե խմենք։ Քանի հողը թաց է։ Պետք է։ Հա։ Գյորգին խոզերին կերակրի, ես է հողում շիթիլները կտեղադրեմ։ Աղջիկեք ջան։ Ուսում եմ ասեմ կոֆե չենք խմել, բայց հիշի որ խմել ենք։ Լավ է մարդ կար, նոր էին եկի երևի։ Ժամը քանիսից են գալիս, որ 6-ից։ Աղջիկներս հիմա կասեք Աննա ջան, այսօր ես գնում, որտեղից ես գնում։ Դե ինչպես արդեն ծանոթ է մեր դպրոցը ձեզ, դպրոցից տուն եմ գնում, ծնողական ժողով էր։ Այսպես տարի ենք փակում, կարելի ասել։ Երեխեքի տետրակները, այս ստուգողականները եւ այդ ամեն ինչն ենք քննարկում։ Ինչ պետք է անենք արձակուրդի ժամանակ, դպրոցը ռեմոնտ անենք եւ այլն։ Մի խոսքով հիմա գնում եմ տուն, տեսակ առավոտ շուտ գնացինք, շիթիլներ գնացինք։ Հիմա քանի շուտ է գնամ տնկեմ։ Ասեմ որ շատ ուրախ եմ, շատ ոգևորված եմ մեր կիցս։ Ոչ մի այսպես բողոք, ոչինչ չստացա։ Հակառակը այդպես ապրի տղես, որ չի թողնում մաման իր գլուխը կախի։
հատկապես ծնողական ժողովների ժամանակ էլի, այսքան արդեն երրորդ տարին ես երեխա եմ դպրոց ճանապարհում, մի օր նկատողություն կամ վատ գնահատականի համար այսպես գլուխ չեմ կախել, ու Աստված եմ կանչում, որ երբեք չկախեմ, միշտ երեխես լավ սովորի, ընդունակ, այսպես գրագետ լինի, հա։ Հիմա գնանք տուն, մի հատ անպայման կոֆե խմենք ու դուրս գանք, քանի որ մինչև երկուշաբթի անձրև չի լինելու, հողը հիմա թաց է, հիմա շիթիլները կդնեմ ու վերջ, մի երկու օր արդեն ինքը լավ այսպես կամրանա հողի, գնացինք, այս տեսարան առանց ես չեմ կարող վայելել, նայեք ինչ սիրուն է։ Ես եմ մտածի Գյորգին եկավ անցավ, ասում ես որտեղից ա գնում, հետ էլ Գյորգին չէր, հա տատիկ անցնում, գնալուց Աննայի հետ էի խոսում, ասեց կարող է իջնի, մտածեցի եւի Աննայանց ա բերում, հետ էլ ոչ, ոյ երեխեք վազելով եմ դպրոց գնացել, քանի որ ժամը 4-ին սենց ամբողջ դպրոցով էին ծնողական ժողովի, հետո 4:30 արդեն առանձին դասարաններով, այդպես ես 4:30 գնացի, տղայիս 15 տատիկն ասում է, ես քեզ անի չի, ոնց է ուշացած ես եկել, գիտեի որ հիմնականում սկզբում ամբողջ դպրոցով են հավաքվում, հետո նոր դասարաններ ասեցի, թող վերջանա նոր գնամ էլի, որ մի անգամից լսեմ, ինչը որ լսելու է, դրա համար ուշ եմ եկել, բայց դե լավ էր, շատ չէի ուշացել, հիմա վաղը դասի են, երկուշաբթի օրն էլ դասի կգնան, օրագրերը կհանձնեն, երեքշաբթի կլինի վերջին զանգը և երեքշաբթի էլ կվերցնենք օրագրերը, հետպես սիրուններ ջան, Աստված կանչեմ ես եղանակը կանգնի, չկեք այսօր մի հատ սիրուն մեկնաբանության վրա եմ ծիծաղել, ասում են Աննա ջան, ինչ ուզում ես արա, եղանակի պուլտը Գյորգիի ձեռքին է, հենց տանն ամնում սեղմում անձրև է գալիս, որ ինքը ոչ մի գործ չանի, ոնց որ մազերս վառվել է, նայեք, կրակի մեջ է ցույց տալի, ոնց վրցնում եմ արևը, հեքիաթ, ամբողջ այս տարածքը սիրուն է, ասեմ ճիշտ եք ասում մտքումը սիրոք, որ պուլտը Գյորգիի ձեռքն է, սեղմում է, արև է բացվում, հիմա սեղմել արևի վրա, գիտի որ պետք է գնամ շիթիլ դնեմ, սեղմում է անձրև է գալիս։ Ամսի մեկից լագեր է, գիտես գնվում, բայց հետի միջև ամսի 14-15 նա երևի։ Ստեղ, դիան դպրոցի մեկն է, լագերը իրաց։ Հա։ Խաղը բնել ու դվեն։ Խաղեր են խաղում, ոտանավորները, երկերը, տարբեր էլի։ Կալի է դա։ Չգիտենք է, երբ կգա այդ ծակրանները։ Չեն է դա լագերներից անաճա։ Են սպիրոտոր, հետ է լապ կելով։ Արսեն, ալիքրավոր Գրիչը, ձեր օրագրերը կվերցնի Ելենա Իվանովնան, հլա մի հատ ուրիշ գրիչ տուել, ես գրիչը այս տանը հետո առաջ ագնում գալի, այդ են սիրուն գրի Արսեն ջան։ Yes? Երեք Արսենը մի հատ լիստ արդեն սիրուն գրել է, չէ Արսենի տետր նպոլես։ Այն։ Մասնիկներն է հիմնական ու սիրուն գրել։ Մոծա։ Ես քո համար պետք է տետր զակաստանք 4-րդ դասարանի։ Ես ամի Որ պատկատով կա։ Այնտեղ սաղ արմյանսկի է, դու ոնց պետք է կարդաս։ Alles դա հայերն է գրած։ Քեզի արդեն հայերն է։ Ելենա Իվանովնան կուղարկի, մենք Օզոնով իր վայրպրեսով զակաս կտանք։ Ինչ։ Այդ տետրերից որ տնային անենք։ Хотя бы օրը մի հատ ասման մի երկու-երեք предложение գրեմ, որ իմացածը չմոռանան։ Ну хотя бы что-то полезное. Да. Ручка. Հա,
ուրիշ գրիշտու էլի բալես է Արսենը։ Und genug. Ես արդեն քո համար ուրիշ գրիշներ կառնեմ ես։ Հələ սիրուն է գրում մեկ ցուսկում։ Вот так? Ահա, այսինքն սիրուն բռնում ենք։ Այսինքն սիրուն։ Դե հələ դու արա։ Зачем? Не найди. Չեմ նայում արա։ Ահա։ Քիչ-քիչ կսովորի գրիշ բռնել աղջիկեք ջան, միանգամից ոչ մի բան չի լինում, հակառակը պետք է ոգեշնչենք։ Օպրես։ Աղջիկներս կոֆեն խմեցինք, հիմա եկել եմ հողամաս։ Բեղիկները պետք է կտրենք, լնայք ինչքան են լավացել կլուբնիկները, սպես ընտիր փարթամացել են։ Ահա, սպասիր ես խոսամ նոր ձեն հանես։ Հիմա այստեղ շիթիլներն է, բայց շատ քիչ աղջիկեք ջան։ Այսքան հողամասին շատ քիչ է։ Էլի պետք է գնամ առնեմ։ Հիմա գիտեք ինչ եմ անում, հաստեղ համեմնա, այսքան անձրևից հետո ես ընդհանրապես չեմ տեսել ինչա դուրս եկել, համեմնա աստեղ դուրս եկել, տեսնեմ ռեհան կա, ռեհանը ուզում առնեմ, բայց դե հա, հենա նայեք, մեկ ու մեջ երևում է ռեհանները, հա կա, ռեհան կա, նայեք երևում է, հեսա, ուղղակի հիմա չեմ ուզում խախանանեմ, որպեսզի չպոկեմ, էսի ռեհանը, Ստեղ արդեն բազուկն է, ստեղ ինչ կա, ստեղ էլ եմ ինչ-որ մի բան ցանել եմ, բայց ինչ, չգիտեմ ինչ կա ստեղ, հələ որ չի երևում տենց նորմալ, ստեղ սամիթ է կարծեմ, կոտեմն է, բայց ենքան անձրև եկավ, սաղ, սենց ավիրեց աղջիկեք ջան, ես ինչ է, չգիտեմ ինչա, ճիշտը որ ասեմ, ծաղի կա, ինչա, չգիտեմ, ես մեկը որ հաստատ բազուկ է, քանի որ հողը լավ թաց է, ես արդեն կարամ նույնիսկ վարունգը ցանեմ, էլին ստանը չեք տեսնի, ահա, պետք է ամեն ինչ արագացված անեմ, որպեսզի անձրևը ինձ չխանգարի, Անձրև երեսից սենց հողս ամբողջը խոտի մեջ հայտնվեց։ Ասմաննա ջան ինչքան ուզում ես բողոքի, պուլտը Գյորգի ձեռքն է։ Լոբիները արդեն լավ դուրս են եկել, բայց կարտոֆիլի մասին չեմ ուզում խոսեմ։ Այնքան խոտ կա, վայ էլ ասելու չի աղջիկեք ջան։ Բայց դե չեմ հուսահատվում, գիտեմ, որ կհասցնեմ կանեմ ամեն ինչ էլ։ Առավոտները շուտ կարտնանամ, ասենք եթե պետք է ժամը 8-ին 9-ին հողը գամ, ժամը 6-ին կգամ։ Ծիրան ընդհանրապես չկա, սա սենց ջարդեց, ավիրեց այս անձրևը։ Հիմա ինձ մի հատ փետ է պետք, որ ես անցք բացեմ։ Տեսակ չէ ջուրը ինչ որ ներգցե մեր տունը, պատկերացնում եք, բա հիմա այստեղ ինչ արի, այստեղ ինչ է մենակ, երևի թե տենց անձրև չի կա, ոնց որ եկավ, սենց ավիրեց, խաղողին նայք, ամենտեղից մի երկու թուփ պոկեմ, որ մասերից կարելի է ցանել, որ երևի այստեղից ցանեմ այս, որտեղ որ արև անկնում, այստեղից։ Լավ խորն ենք անում, լավ հեռավորությունով, որ արմատը լավ ներքև իջնի, սենց
Այսպես։ Նայեք հեռավորությունը։ Գյորգին ասեց 2 ոտք, հա, այդքան էլ անում եմ։ Որ ջրելուց է նորմալ ջրեմ։ Հիշում եք, չէ, ինչ մաքուր էր։ Եկար Էրիկ ջան։ Պապան տեղ գնաց։ Ով բա դուրը բացեց։ Հա։ Ով։ Հա։ Հալա Գյորգ, այդ էս հեռավորությունը լավ է։ Մոդիկ չլնի էլի։ Լոբիները ոչինչ, այդ բուք հավաքելուց ինքը արդեն կմաքրվի։ Հələ դու կարտոշկեն նայ։ Կարտոշկեն։ Չի երևում։ Անա լավ ադե։ Անա դե։ Հələ տեսնեմ։ Հիմի սենց պետք է անեմ, արանքու մեջ, որ մեկը մեկին չխանգարի։ Չի խանգարանա։ Այս սենց։ Հա։ Вот у нас выросло. Да։ Ма, смотри, это 3 штуки. Ինչ է կյանք։ Вот это. Չէ, էդի տենց չենք դնում։ Մեկ վերցնում եմ։ Խաղյու դից խոդը էլի հելա։ Այս սենց։ Այս կան անձրև եկավ Գյորգի ջան, բա ինչ ես уզում եղնի։ А, по 1. По 1, да. Давайте я буду садиться, а ты закопать. Хорошо, вот так да. Ինչ ա եղել Գյորգ։ Խաղյու բաներ է։ Էդի ես էսա թոխով սաղ կհավասարացնեմ։ Թոխով սաղ А, կհավասարացնեմ։ это стекло. Վա, ժողովուրդ ջան։ Այս հենց անձրևը մեր հախից եկավ։ Հա։ Самый маленький. Թող է տեսա, ես ամենավերջում կդնեմ։ Это будет самый конец. Да, вот это не каши, хорошо? А? Вот это не каши, хорошо? Ինչը մի քաշի։ А эти? А эти? Այստեղ քանի ա տեսել, 2։ Один Ой. надо։ Я не заметил, мама. Աղջիկներ ջան, սխտորը մաքրելով դուրս եկանք։ Այնտեղ Գյորգինը շիթիլները ամբողջը ցանեցինք, տնկեցինք։ Հա, բալես։ Հիմա լոբիները այս տարածքն է կարելի է մաքրել, բայց դե Գյորգին ասեց զերծ չտաս, պետք է հանձեմ։ Լոբիները դեռ ստեղ, ստեղ չկար, չէ՞ ցանած Գյորգ։ Ես էլ նենց զգուշ եմ կախ։ Անեն, ավերջի մարգը են այրևը մա։ Հե։ Հա։ Սաղ լոբիները արդեն դուրս սա եկե, ստեղ 5 մարգա մնաց է։ Կաղա գնանք խանութ գանք։ Հա, մաքրվի գնանք առնեն գանք, ես առավոտ կլրացնեմ։ Քախանանելով դուրս են գալի, ես 3 մարգը մնաց։ Ասա։ Ինչ բերեմ։ Շարիկ։ Ուզում եմ ասեմ կարտոշկեն ծաղկել, բայց չի էլ երևում։ Առավոտվանից արդեն
Ստեղով կաշխատեմ այս ուղությունով։ Էլ վերջ, երևի թե էլ անձրև չի գա։ Հույս ունենանք, որ չի գա, աղջիկեք ջան, ասեք Աննա ջան, քեզ համբերություն, բարձր տրամադրություն։ Ոայ մամա ջան, ես ինձ ցույց տալով անեմ։ Ստեղ ինչ քախանել եմ, էտա։ Միջև ստեղ եկա։ Ուր ես գալիս։ Ստեղ չեմ կարա բուկը տալով հավաքեմ։ Մամաս ասում է բուկ տալով հավաքի, բայց չի ստացվի։ Խոտը շատ է։ Կանգնած կամանց կարտոշկեն չտրորես, բալես։ Գնամ նորմալ ինձ համար մի հատ ձեռնոց առնեմ խոհանոցային։ Խոհանոցային եմ ասում, հողամասի համար։ Արդեն որ ասում է բարերս է մոռաց աղջիկեք ջան։ Գործը տեսար, խոսալը մոռացար, հիմա իմն է։ Այստեղ չկա չարիք, առանց բարիք։ Գյորգին ասում է ես չեմ գա քախանի։ Կարտոշկի։ Ասեմ ինչի, գիտես ինչ հաճելի գործ է, Գյորգի ջան։ Ես հավես չունեմ այդքան խոտի հետ։ Գլուխդ կախ պետքա բարձրանաս, մեկ էլ հոտ տեսնես արդեն վերև ես։ Ես չեմ վախենում ուղղակի, որ շատ է էլի խոտը էտա վատը։ Մամաս ասում է գամ օգնեմ գնամ, ասեմ արի ջան։ Մայ բալա ջան մեղ կես այդքանը ոնց պետք է դու անես։ Ասեմ այ կնիկ կարգտուր շատ սովորական։ Սենց մոքրելով պետքա գնանք։ Աղջիկեք ջան, հողամասից դուրս եկանք, մի անգամից փոխվեցինք, հիմա գնում ենք խանութ, 5 մարգա մնացել լոբու համար, մի տուփ լոբի վերցնեմ, այսպես 1 կիլոգրամ առավոտյան էդ էլ ցանեմ, կբերեմ ու մի անգամից հիմա ջրի մեջ կդնեմ, որպեսզի առավոտյան արդեն ինքը լավ բացված լինի։ Էդ էլ կցանենք ու վերջ կանցնեմ կարտոֆիլին։ Արո եւ արայք կարծեմ։ Երկիշներն են։ Արաքելյան են, բայց իրանք չէ։ Արա եւ Արայիկ Աբեդիսյաններ, հենա էլի։ Անի բանկա։ Ինչ։ Չբերեց նենց։ Հենա ճանապարհ։ Որ հերթով Սիրուն երկեր։ կուկուր։ Հա, երկար այն 2 ժամ։ Ահա։ Ես ասում եմ, ես ինչի լուրջ եմ եղավ։ Ես բան չարի։ Ինչ արի, ես չեմ կպե։ Դուս եկար։